Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով այսօրվա դատավարության ժամանակ դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց Սրբազանի համար։ Նրան նախորդ շաբաթ մեղավոր ճանաչելուց հետո դատարանն այսօր սկսել է լրացուցիչ լսումներ պատժաչափը որոշելու համար։ Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ Նրա փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս դատարանում արդարության զգացում չունեցան։ Նիստն այսօր սկսվեց պաշտոնական կողմի միջնորդությամբ հերթական արդեն 3-րդ բացարկը դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը մերժվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի դատավճիռը։ Աջապահյանն առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է քաղաքական հետապնդում։ Գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Մինչ դատարանը Միքայել Սրբազանի պատժաչափն է որոշում, ՔՊԱ-կան գործիչները անպատիժ են մնում։ Երևանի դատախազը որոշել է, որ կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վիզիտ կպոկեմ վրից հետ արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ 2 ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, այլև ջրի շիշեր շպրտել նրա ուղղությամբ։ Դատախազությունից չեն մանրամասնել, թե ինչպես են նման եզրահանգման եկել։ Ընդ որում, սա ՔՊԱ-կան պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ։ Մեր ժողովրդին մեկ բան ասի, լեզուն կկտրե, մակարոններն էլ հետը։ 2 տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել։ Նույն կերպ պատասխանատվության չի ենթարկվի նաև Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ով իր ֆեյսբուքյան էջում պատասխանելով դաշնակցական գործընկերների քննադատությանը գրել էր. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետևից վազող շունն է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 ամիս քննել ու եզրակացրել է իշխանական գործիչը որևէ օրենք չի խախտել։ Ավելին, դրանք գրել է ի պատասխան իր հասցեին արված քննադատության, ոչ թե պաշտոնական, չի գրել խիստ անպատշաճ, գռեհիկ անձնական վիրավորանք, նրա խոսքերն ուղղված են եղել քաղաքական գործիչներին, որոնք պետք է հանդուրժող լինեն քննադատության, անգամ վիրավորական խոսքի նկատմամբ»։ Բաքվում էլ այսօր շարունակվել է ադրբեջանական բանտերում արդեն 2 տարի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ապա գործակալության փոխանցմամբ այսօր հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքին վերջ դնելու փորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու եւ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած այլ միջադեպերի։ Լրատվամիջոցի համաձայն այդ փաստաթղթերում նշված է, թե 2016 թվականի ապրիլի 2-ից 28-ը հայկական զինված ուժերն իբրև թե բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի մի շարք շրջանների անպաշտպան բնակավայրերում, ինչպես նաև կրթական եւ բժշկական հաստատություններում։ Նշենք, որ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունները փաստացի բաց չեն, դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն։ Նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։ Պաշտոնապես Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց, պահանջելով հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Անհետ կորածների հարազատները ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկսվելու օրը եւ նրանց խոստացել են, որ երկուշաբթի օրը կլինի հանդիպում։
Ավելի ուշ հավաքվածներին փոխանցել են, որ նրանց կընդունի ոչ թե ԳՇՊԵՏ-ը, այլ պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը։ Դահարուցել է անհետ կորածների հարազատների վրդովմունքը, նրանք փակել են ՊՆ շենքի հսկի չանցագրային կետի մուտքը, մի պահ լարվածություն քաշք շոկ է առաջացել։ Ես ոչ վախում եմ, ոչ քաշվում եմ։ Իմ պահանջն արդար է, ազնիվ, ոչ իշխանություն եմ ուզում, ոչ հեղաշրջում եմ ասել, ոչ էլ ասել եմ, այս մեկը լավն է, այն մեկը վատն է։ Իմ համար բոլորն էլ մեկ են, իմ համար կարևորն իմ երախու ճակատագիրն է, որի մասին 5 տարի է տեղեկություն չունեմ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը Արման Ղուկասյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին Սարգիս Ղուկասյանն անհետ կորած է։ Նշենք, որ լարված իրավիճակում Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապ օգնության մեքենա։ 44-օրյա պատերազմից 5 տարյան զոհերի անուն ազգանունները դեռ հրապարակված չեն, անհայտ է 191 հայի ճակատագիր։ Նիկոլ Փաշինյանը մեծ համոզմունք ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իր իշխանությունը վերարտադրվելու է, իր խոսքով ժողովուրդը Հայաստանի կառավարման իրենց մանդատը երկարացնելու է։ 2026 թվականի հետ կապված ես գիտեք հույս ունեմ իմ ասածը բան չի հնչի, տենց առոգանտ չի հնչի, բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է։ Ինչու՞։ Որովհետև այս քաղաքականությունը, խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Այս մասին Փաշինյանն ասել է Ստրասբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Վերջինս հերթական անգամ ասել է, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է։ Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, Հայաստանի երրորդ հանրապետությունը երբեք չի իմացել ինչ է խաղաղությունը։ Մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը եւ իմիջայլոց պետք չի շտապել, տեղել պետք չի շտապել, ասել է նա, ապա հավելել. կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց խաղաղությունը կարող է սպառնալիքներ բերի, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու։ Տիգրան Ավինյանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին առաջիկայում դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակման եւ արգելքի մասին։ Մենք այդ թեմայով որոշակի քննարկում բացեցինք եւ ակնհայտորեն ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին հնարավոր սահմանափակումների հանդեպ, ոչ միայն ընկալունակ էին, այլև աջակցում եւ խրախուսում էին, ասաց Ավինյանը։ Նրա ձևակերպմամբ այս որոշման շնորհիվ երեխաները չեն շեղվի դասապրոցեսից, զերծ կմնան բջջային հեռախոսների հնարավոր բացասական հետևանքներից։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատյանը նշեց, որ դպրոցներից ստացված արձագանքները դրական են։ Առաջարկում ենք առաջինից 6-րդ դասարաններում սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոս, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին կամ պահման վայրում կլինի եւ դասերից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում խոսք ոչ միայն հեռախոսների մասին է, այլ պլանշետների, խելացի ժամացույցների։ Բոլոր սարքավորումների խիստ սահմանափակումներ կլինեն, դրանք բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրանգով եւ հսկողությամբ կօգտագործեն։ Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ։ Այս մասին Ստրասբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզում ենք, թե չենք ուզում։ Միեդի որոշումները շատ լուրջ պետք է ազդակ դառնա, որ ոչ մեր դատաիրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Ես դատարան եմ փորձել շրջափակել, ես դատական համակարգով եմ փորձել հեղափոխություն անել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ճանապարհով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք։ Շարունակել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջինատյանի դատարանը արդարացրել է մարտի 1-ի գործով անցնողը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Ավելի վաղ հիշյալ հոդվածը սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական էր ճանաչվել։ Այսօր սեպտեմբերի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Մեղրուսար կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը Իրանի Իսլամական
Հանրապետության քաղաքացի է։ Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։ 3 սեպտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 21:15-ի սահմաններում Գայի Բողոտա-Մոլդովական փողոցի Խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայան իր վարած Nissan Magnus-ի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է.Հ.-ն Ուիգմոր բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։